ինչ-որ մի բան չգիտես, դու պետք է իմանաս, որ դու դա չգիտես։ Այսօր երկրի ամենաբարձր մակարդակով քարոզվում է մի բան, որ սկսած թիվ 1 մարդուց մինչև ամենամեծ գիտի։ Ցանկացած քաղաքապետի ընդունում են, Երևանը ինչ պիտի այ կամ Երևանը կամ չգիտեմ, Վեդին ինչ պիտի այգի պիտի ունենա, ինչպես տրանսպորտի խնդիր պիտի լուծի։ Ճամփորդելը, կոպիտ ասած, միշտ ասեմ, Լոնդոնում լինելը կամ Լոնդոնում ապրելը, դա չի նշանակում դու հասկացած տրանսպորտը ոնց աշխատում։ Տրանսպորտը դա մեծ շատ բարդ համակարգ է։ Եվ իրենց թվում է, որ քանի որ նախկինում ինչ-որ պատճառով ինչ-որ չեն եղել մասնագետները համակարգ լուծում չէ, որ մենք կարող են համակարգ լուծել, իրանք չեն կարող լուծել։ Ողջ Երևանի քաղաքապետարանի համակարգը 1.5 տարի չի կարող կատարել տրանսպորտի բարեփոխումը։ Ի վիճակի չեն, մարդկային, կենսափոխով, գիտելիքով վիճակի չեն։ Ամենացայտուն բանը Երևանի հիմակվա տրանսպորտի բարեփոխումները իրականացվում են 2015 թվականին հավաքագրված տվյալների հիման վրա, որ 2017-ին 18-ին մշակվել է սխեմա։ 10 տարվա հնության հնացած տվյալներ։ Դու չես կարող ճիշտ տվյալներ մշակես։ Կամ ինքներս է տեսնում եք, այս տրանսպորտի շատ կարճ ժամանակային կտրվածքով ինչպեսի սխալներ են, մեկ ինչ-որ ժետոն հավաքող, մանրադրամ հավաքող սարքեր են կարող, հետո փոխում են, չգիտեմ ինչ են կամ այդ համակարգում դու ինքդ գիտես քեզ թվում է, դու քեզ ամեն ինչ գիտես, եւ դու կարող ես, բայց իրական չգիտես։ Հաջորդ բանը որ գայս է, դու ուզում ես ճիշտ լուծումներ գտնես, դու չես գտնում Հայաստանում ինչ-որ մարդիկ, դու թե արժևորում ես Հայաստան մեղած մասնագետներին, որտեղ Հայաստան մեղած մասնագետները, ասենք թե չգիտեմ, իշխանությունը քննադատել են, կամ օրինակ վաղ չեմ ասում, եթե եկան համակարգի մեջ եւ ընդունենք տրանսպորտի բարեփոխման դապնիները, ոչ թե ստացալ դու, այլ ստացավ Սարհատը վաղ չեմ ասում կարող ընտրություններին մասնակցի եւ քեզնից ձայն տանի։